Այն մի րոպե մի գնա, Ռոբերտ Սերջը եւ մյուսները, ովքեր մի րոպե հանգիստ բռնություն, այս տահակներ, այդ փախածներ, ներազգային թշնամանք, չոքցնելու եմ սաղիդ, հատ մասկեկները համապատասխան տեղերը, բռնության կոչ, դուք ընդհանրապես ով եք, դուք ձայն գողցող եք, դուք երկիր գողցող եք, դուք կյանք գողցող եք, ատելության խոսք, չոքցնելու եմ սաղկացնելու, մահվան սպառնալիքներ ուղղված ընդդիմության առաջնորդներին, անհանդուրժողականություն ներազգային թշնամանք է սերմանում ՔՊ ղեկավարը, խորացնում հասարակության բևեռացումը, կարծում են իրավապաշտպանները։ Ղարաբաղով թարանել եք։ Ըստ նրանց Փաշինյանի հայտարարությունները քրեորեն պատժելի են։ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը 1-ից 4 տարի ազատազրկում է նախատեսում ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրող հրապարակային խոսքի համար։ Մենք գործ ունենք ընտրովի խտրական արդարադատության հետ, եթե բլոգեր Արտակ Ավետիսյանի դեպքում, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի խոսույթի ընդամենը երևի 1%-ը չէր իր մեջ պարունակում, նա այժմ անազատության մեջ է եւ գտնվում է կալանավայրում, այսինքն քննչականը իրավապահ համակարգը գտավ, որ այդտեղ կա այդ հանցանքը, իսկ այստեղ մենք տեսնում ենք աշկակապություն։ սատկացնելու եմ հերթով։ Բռնության կոչերի համար պատիժ է սահմանում քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածը։ Դուք եք արա փախել։ Փաստաբան Արամ Վարդևանյանը դիմում է ներկայացրել դատախազություն եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով այդ կառույցների ուշադրությունը հրավիրելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վրա։ Այո։ 329-րդ հոդվածը ատելության խոսքին է վերաբերում։ 330-ը բռնության կոչերին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդհանուր առմամբ պատասխանատու լինելով ընտրական գործընթացի արդարության, հավասարության, մրցակցության տեսանկյունից եւ ընդհանրապես օրինականության տեսանկյունից վերահսկողական լիազորություններ ունենալով պետք է միջոցներ ձեռնարկել ատելության խոսքի կանխարգելման տեսանկյունից։ Ընթացք տրվել է փաստաբանի դիմումին, դատախազությունը չի հայտնում։ Նշում է միայն, որ Փաշինյանի հայտարարությունները չեն ուսումնասիրվել։ Պատկերացնում եք դրանց լկտիության աստիճանը։ Վարդևանյանը պնդում է, բոլոր հիմքերը կան Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Ղարաբաղի, հա։ Ասում է, հետևողական է լինելու։ Ղարաբաղի акցենտով է, ով որ մեր հայրենիքը բոլոր հիմքերը կան քրեական վարույթի հարուցման համար։ Ունենանք հույս, որ իրավապահ մարմինները իրենց գործողությունները, պարտականությունները կկատարեն, բայց նաև չեմ կարող չարձանագրել, որ այդ հույսը իսկապես չնչի։ Քրեորեն հետապնդելի արարքներ է արել։ Իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը ուշադրություն է հրավիրում նաև Փաշինյանի թիմակիցների պահվածքի վրա։ Մի րոպե։ Երկուշաբթի, երբ Փաշինյանը սպառնում էր իր ձևակերպմամբ սատկացնել ընդդիմության առաջնորդներին, ցեղասպանությունից մազապուրծ եղած արցախահայերին անվանում էր փախածներ, ստահակներ ու ասես մահ ցանկանում ողջ մնացածներին, գնայք զոհվեք, բխես կենթանի ընդհանրապես։ Նրա կուսակիցները, հատկապես առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խանդավառ թափահարում էր գլուխը։ Մասկեքով վիդեո են տարածում։ Եվ որպես առողջապահության նախարար նա իր գերատեսչական շահից ելնելով չփորձեց իր աշխատակցին այդ սարսափելի վիճակից ինչ որ կերպ հրկել հանել, այլ ավելին նա շարունակում էր այդ իր գլխի շարժումով ցույց տալ, որ ինքը համաձայն է, բայց նորից եմ ցավալի է, որ լինելով իրավաբան, կարծում եմ երևի այդ հոդվածը կհիշի էլի, որ 329 հոդվածով ոչ թույլատրելի արարք է անում իր առաջնորդ։ Սերգեյ Հարությունյանը վստահ է, քանի դեռ Փաշինյանն ու թիմը պատասխանատվություն չեն կրում իրենց արարքների համար, նրանց վարքը օր-օրի դառնալու է ավելի անկառավարելի, իսկ դրանից կարող է տուժել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի։ Կանանց վրա ոչ մի հարձակում չկա, հարձակում կա։ Լիլիթ Գասպարյան, Առաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։